Ամեն կիրակի դստերս հետ մենք գնում ենք Հայաստանի տարբեր վայրերով։ Եվ աշխարհելի է ճարիքով, այո, ու մեր հայրենիքն էլ կանգնած է վաստացի ցավոք սրտի ոչնչացման եզրին։ Այնուամենայնիվ գնում ես տարբեր վայրերով եւ տեսնում ես, թե ինչպես ձյունը փայլում է արևի տակ եւ մթնշաղին սպիտակը ներկվում է 50 տարբեր երանգներով եւ այդ պահին հանկարծ ուզում ես գալ ու ասել, որ միևնույն է արկա է հրաշքը, միևնույն է արկա է ամբողջ գեղեցկությունը։ Սակայն վերադառնում ես այստեղ ու հասկանում ես այդ պահին, որ բանտարկվածի փախուստը կարող է լինել այս իրավիճակում պարզապես դասալքություն։ Այնուամենայնիվ, բոլորիս համար ամենակարևորն է չմոռանալ, որ գեղեցկությունը միշտ արկա է, չմոռանալ, որ հրաշքները միշտ հնարավոր են, եւ չմոռանալ, որ հեռավոր վայրում, հեքիաթային Չին-Մաչինում, Հիմալայներում, աշխարհի կտուրում մեզ համար մշտապես աղոթում են բարձրագույն ուժերը։ Իսկ մենք այստեղ ենք, որովհետև պարտավոր ենք լինել այստեղ։ Եվ պայքարում ենք ճարիքի դեմ նորից, որովհետև պարտավոր ենք այդպես անել։ Եվ այսօր եւ ոչ մեկը իրավունք չունի այլևս խուսափել այս ծանր պարտականությունից։ Դա դժվար է հիրավի, եւ երբեմն մեղադրելով իշխանություններին հայրենիքը վաճառելու եւ հայրենիքը հենց ոչնչացման եզրին բերելու համար, մենք նաեւ մեղադրում ենք հենց այս պարզ բանում, որ փոխարենը մենք մնայինք մեր քարանձավներում մեդիտացիայի եւ խմեինք թեյ կիսվելով բարձրագույնի մասին, մենք ստիպված ենք խոսել քաղաքական իրողության, քաղաքական իրավիճակի եւ նորից ու նորից անվանել ճարիքը ճարիք։ Սա ծանր է, բայց միաժամանակ ուսմունքը մեզ սովորեցնում է, որ իմաստ ունի խոսել ճարիքի մասին եւ անվանել ճարին ճար միմիայն, եթե այն նպաստում է զարգացմանը, գոնե որևէ մեկի, կամ նրանց, ում հանդեպ է գործում ճարիք, որպեսզի զգուշացնես նրանց ճարիքից, որպեսզի հնարավորինս փրկես բոլորին ճարիքից եւ որպեսզի նրանք էլ երբևիցե նույն սխալները չանեն։ Եվ կամ էլ, եթե դա օգտակար է նրա համար, ում որ անվանում ես ճար, որպեսզի ինքը սթափվի եւ այնուամենայնիվ կարողանա ուղղվել։ Այս ամբողջ հարցերը ծանր են հիրավի, բայց օգնությանը մեզ մշտապես գալիս են ձայներ հին ժամանակներից, երբեմն սուրբ մարդկանցից, ովքեր ստանձնում էին պատասխանատվությունը բոլորի համար, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Քո մեղքը դրանում է, որ դու չար ես դարձել, եւ ել ավելի դրանում, որ չես ուզում, որ քեզ մեղադրեն, որ չար ես։ Ու թերևս ակնկալում ես, որ պետք է գովաբանել արատները կամ անտարբեր լինել դրանց նկատմամբ։ Օգոստինոս Երանելի։ Օգոստինոս Երանելի 4-ից 5-րդ դարերի հայտնի աստվածաբան Հյուսիսային Աֆրիկայի ռոմեական գաղութից։ Ընդունվում է որպես սուրբ եւ կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների կողմից, նաեւ անգլիական համայնքում։ Հայտնի է նաեւ եկեղեցին որպես Աստծո հոգևոր քաղաք, նյութական երկրային քաղաքից վեր դասվող ներկայացնելու համար։ Այս արտահայտությունը մեզ համար նորից հիշեցնում է կարևոր գաղափարի մասին, որ անհրաժեշտ է անվանել ճարիքը ճարիք, որ անհրաժեշտ է պայքարել ճարիքի դեմ, որ անհրաժեշտ է բոլորին զգուշացնել, որ երբևիցե չգործեն ճարիք, որպեսզի իրենց կյանքը եւս չգնա դեպի անդունդը, որպեսզի նրանք իրենց կամքով չգլորվեն արդդժոխք։ Եվ մենք տեսնում ենք ցավոք սրտի, որ մեր իշխանությունները չար են հիրավի, չարիք են գործում եւ հենց չար են։ Եվ միաժամանակ մենք տեսնում ենք, թե ինչպես իրենք դատապարտում են ու պատժում են բոլորին, ովքեր համարձակվում են նրանց դեմ խոսել։ Այդպես Բերթում կամ դատված հայտնվեցին 4 սրբազանները, հոգևորականներ, ովքեր մշտապես աղոթում էին բոլորիս փրկության համար։ Եվ այս ճարիքը այնքան ծանր է, որ երբեմն չգիտես ինչպես պայքարել այդ ճարիքի դեմ։
Եվ հասկանալով հանդերձ, որ ճնշող մեծամասնության համոզմամբ այլևս հնարավոր չէ, որ այս աստիճան չարիքի գործող, չարիք հանդիսացող մեր իշխանությունները երբևիցե փրկվեն, մենք այնուամենայնիվ մշտապես հասկանում ենք, որ ապաշխարանքը եւ սխալների ուղումը հնարավոր է բոլորի համար, անգամ դժոխքի էակների։ Իսկ մեզ համար, մեր տեղում, մնում է նորից ու նորից գլխավորը, բարություն պահել մեր սրտերում, հավատալ, որ հրաշքները հնարավոր են, աղոթել բոլորի փրկության համար, բայց նաև անդադար, նույնիսկ ամբողջ ջանքով պայքարել չարիքի դեմ, որպեսզի լույսը երբեք չմարի։